մենք չպետք է ասենք լավ քանդակ, վատ քանդակ, դրանք ոչինչ չասող բառեր են։ Քանդակը ստեղծվել է, ծավալ է, դա որևէ մի անհատականության դրսևորումն է, որևէ մի հեղինակի գործն է։ Ուրիշ բան է, մեկին դուր է գալիս, մյուսին դուր չի գալիս, դա նորմալ է, բայց ճիշտ հասցեադրումը, ճիշտ տեղադրումը փրկում է ամեն ինչ եւ կարծես թե ինքը ստանում է իրական հասցեն, ինքը սկսում է ապրել այդտեղ եւ ինքը կարողանում է նոր միջավայր ստեղծել եւ հատկապես վերացական քանդակագործության մեջ տեղը շատ հետաքրքիր է, տեղը մաս է կազմում արտահայտչամիջոցի, տեղը որոշակի համոզմունք, դիտողին ինչ-որ մի հետաքրքիր մի բան գիտեն, որ ստեղ դրել են առաջի տպավորությունը, հետո ամիսներ հետո, բայց ինչ լավ է, որ ստեղ են։ Իմ ամենամեծ երազանքը մի առիթով ասել եմ, դա Կիևյան կամուրջի մեծ կամարն է, որտեղից ես ուզում եմ Հրազդան գետի վրա կախեմ իմ պատկերացրած լուծումները։ Այո, որոշ բաներ ուղղորդվում են եւ քաղաքում էլ կան այնպիսի շատ դիպուկ, շատ անսպասելի վայրեր, որտեղ որ քանդակը կարա այդ վայրը շատ հետաքրքիր սարքի։ Քաղաքը ապրող օրգանիզմ է, նրան տեղի անտեղի կերակրել եւ բթել անիմաստ, անպետք բաներով չի կարելի։ Մեր քաղաքապետարանի շենքը հրաշալի գեղեցիկ շենք է, Ջիմ Թորոշյանի նախագծած, չէ՞։ Ճարտարապետ ընկերներիս հետ եմ երբեմն քննարկում այդ հարցը, շատ փոքրիկ մի սենց բան եմ տեսնում, որը որ ինձ միշտ նյարդայնացնում է։ Ուրեմն եթե հիշում եք քաղաքապետարանի մուտքը բարձրանալու համար մի քանի աշճան պետք է բարձրանալ։ Եվ այնտեղ դիմացը թեք հողե թումբ կա, սենց թեքության մեջ, եւ այդ թմբի վրա ծառեր են տնկած, ուրեմն դրանք այնքան փարթամացել են, այնքան մեծացել են, որ այդ թմբից հետո քաղաքապետարանի շենքի զրոն, այսինքն հիմքը կտրել են, եւ նույնիսկ այն սյուները, որոնց վրա գրված են մայրաքաղաքի անունները, բաները, դրանք արդեն շենքը կարծես թե սենց ինչ-որ լողում է, չի իր հիմքերի, բայց այնինչ շենքը քաղաքապետարանի շենքն է, չէ՞, դա ամենադեմք ունեցող եւ խորհուրդ ունեցող շենքն է։ Ասել կուզեմ, որ ծառերն են ծավալ, նրանք էլ են քանդակ, երբ որ նրանք ավելնորդ տեղում են, նկատի չունեմ, որ ծառը ավելնորդ է, տեղում են ավելնորդ։ Ամբողջ այդ հսկայածավալ ծաղկամանները, որոնք քարից պատրաստում են, հետո մեջը եղևնի են տնկում, հյուսիսային պողոտայի վրա կա։ Սրանք այս ծավալները բոլորը ավելնորդություններ են դառնում քայլելու, հորիզոնը կտրում են, մարդու ընթացքը, մարդու մտածողությունը լարում են ամբողջը։ Եվ դրանք սաղ նրբություններ են, որոնք պետք է հաշվի առնել։ Մասնագետները կարող են հսկել եւ լավ իմաստով քաղաքը հենց կամաց կարգի կգա։ Համարձակ կոմպետենտ մասնագետները պետք է պատասխանատու լինեն իրենց ընդունած կանոնակարգերին եւ ստիպեն մարդկանց, քաղաքացիներին, արվեստագետներին, չգիտեմ, մյուս բոլոր մասնագետներին, ճարտարապետներին հնարավորինս պահպանել այս նորմերը։ Այսքան բան նայում ես շենքի ֆասադային մասին, ամեն բալկոն, ամեն մեկը իր ուզած գույնն է քսել, իր ուզած տուֆով երեսապատել է, չգիտեմ, իր ուզած պատոհաններն է դրել, կամ մեկը դրել է, մյուսը չի դրել, եւ դա դառնում է աղունիկների բնի պես մի բան, սենց եւ այդպես գնում է շղթայական։ Հսկայածավալ կառուցապատումներ են տեղի ունենում, հսկայածավալ, ոչ թե շենքեր, այլ թաղամասեր, որոնք ունեն իրենց ներքին բակերը, իրենց հսկայական տարածքները, ջեմուղիներ, հանգստի գոտիներ, չգիտեմ, պարկովկաներ, հազարը մի նշանակության, բայց չունեն գեղարվեստական մոտեցման որևէ մի նշույլ։
Մենք ունենք հրաշալի խեցեգործներ, որոնք աշխատում են մոնումենտալ չափերի մեջ, մեծածավալ։ Թրծված կավե քանդակները, շամոտե քանդակները, նրանք տարիներով են մնում, տասնյակ տարիներով են մնում եւ մեր քաղաքում էլ նման նմուշներ կան, որոնք կես դարից ավել մնացել են, կանգուն են։ Մենք ունենք շատ հետաքրքիր ժանրային քանդակագործներ, որոնք այդ ժանրային թեմաների մեջ ոչ շատ մեծածավալ հետաքրքիր բաներ կարող են անել։ Ունենք աբստրակտ արվեստագետներ եւ այլ եւ այլ։ Ուրեմն այսքան կառուցապատված շենքերի բակերում ինչքան հնարավորություն կա եւ այդ խնդիրը լուծելու եւ արվեստագետներին ինչ որ որոշակի վճարման ուղիներ, ճանապարհներ ապահովելու։ Ավելի կարևոր է ոչ թե այն նյութը, որը որ արվեց դրվեց, այլ այն գաղափարը, որ արվեստը անտեսված չի, արվեստը առաջնային է։ Ոնց որ հոսանքները պետք է քաշեն, որ հրդեհ չլինի, ոնց որ պետք է ապահովեն, չգիտեմ, ջրամատակարարումը, ասֆալտապատ պետք է լինի, կանաչապատ պետք է լինի, ամեն ինչը անում են, բացի այդ։ Սա նշանակում է անտեսել, ուղղակի անտեսել։ Իսկ երբ որ այդ փաստը տեղի ունենա եւ այս օրինակը դառնա տարածվի, վարակիչ լինի եւ այս կառուցապատողները իրենց նախահաշիվների մեջ դնեն անպայման մի կետ, որ այսքան տոկոս այդ ինվեստիցիայից, այդ ներդրումներից պետք է ծառայի մշակութային միջամտության, արվեստային միջամտության համար։ Պետք է անընդհատ նոր կրեատիվ հետաքրքիր բաներ մեջտեղ բերել եւ չվախենալ համարձակ բաներից։ Իսկ այն ինչ որ ծախսվում է դման բաների, այդ շենքերի համեմատ դրանք 1000-ական կոպեկներ են։